Օրակարգ ես չեմ ստացել, գիտեմ այնքանը, որ հրավիրվել եմ ժողովի ներկա հարցերը քննելու համար։ Ինչ հարցեր կլինեն, ժողովից հետո հայտնի կլինի։ Գուցե բոլորի ուշացած նոր պատասխանեցի այդ հարցերին։ Դե մեզ էլ ասեք, ոչինչ, ասեք։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Կլինի պաշտոնական հաղորդագրություն միշտ։ Կլինի միասնական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով չարիք է Հայաստանի համար եւ նրա հրաժարականն է պահանջել եկեղեցին եւ դուք եղել եք այդ ստորագրողներից մեկը։ Այո, պատերազմից հետո, դրանից հետո Վեհափար Հայրապետը կրկնել է իր տեսակետը։ Վեհափար Հայրապետը ընդհանրապես հայրական հորդոր է հնչեցրել։ Այդուհանդերձ եկեղեցում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը եւ Վեհափար Հայրապետը իրավունք ունի հայրական հորդոր հնչեցնելու եւ կարող եք Վեհափար Հայրապետին հարցնել, եթե դուք համամիտ չեք այդ հորդորի հետ կամ համամիտ եք։ Հայրական հորդորներից որևէ եպիսկոպոսի պարզաբանելու հարցը չէ։ Այն ժամանակ Հայաստանի ներքին վիճակը չէր քննարկվել եպիսկոպոսած դասում։ Նայեք, ես հիմա ժողովի եմ գնում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկը որևէ իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովը անիմաստ կլինի։ Ամեն դեպքում նայեք, Սրբազան հայր, որդիական աջակցություն են հայտնել ձեզ, Ռուբեն Ռուբինյանն է ձեզ որդիաբար աջակցություն հայտնել, դուք զորակցության ու աջակցության կարիք ունեք այսօր։ Եւ կողմեք են տեսակետին, որ մայրաթորից ձեզ թիրախավորում են, ինչպես նշում են իշխանական տարբեր մեծ ու փոքր ներկայացուցիչներ։ Ժամանակ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա, ես չեմ պատրաստում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, որովհետև առաջարկություն անեմ ձեզ բոլորին։ Ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորին։ Մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի։ Երեխեք, պատասխանը ասեցի, եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ Ժողովին այդ հարցերը կհնչեն։ Ժողովի օրակարգը մտել են պատճառով սակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որպեսզի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող։ Կաթողիկոսը ունի զավակ, թե ոչ, Սրբազան, այդ հարցի պատասխանն եք ուզում լսել։ Իսկ ճիշտ այնպես ինչպես որ տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ պետք է ասեցին նրա լիազորությունը։ Ցույց տվեք այդ թուղթը։ Մանուլում է հայտնվել։ Չի ստորագրել Աբրահամ ստորագրել։ Հիմա դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալուծանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջին, որ պետք է կաթողիկոսը հեռանա։ Նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մեկ գլխավոր հարց կա, ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել է Վեհափարի անունը։ Այդ հարցը ժողովի օրակարգ է մտել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը ունեմ։ Դա օրակարգ է մտել միայն այն պատճառով, որ ձեր պատարագի ժամանակ զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ մտել։ Մի րոպե լսեք ինչ եմ ասում։ Այդ հարցը եւս ժողովի օրակարգում է։ Ժողովին այդ հարցը քննվելու է։ Ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Դուք եք կարծում, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է սկսել։ Դուք շատ խելացի եք։ Շնորհակալություն։ Սրբազան հայր։ Դուք շատ քաղաքակիրթ եք, եթե թողնեք ավարտել։ Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում, այդ պատասխանները կլինեն ժողովից։ Բայց դա ձեր որոշումն է եղել, Սրբազան։ Լսեք մինչև վերջ։ Այդ հարցերի պատասխանը կլինի ժողովից հետո։ Ես այս պահին չգիտեմ ժողովը ինչպիսի որոշում կկայացնի։ Բայց դուք ինչու եք զեղչել։ Դուք եք չէ ժողովի անդամ լինելու։ Մասնակցել եք քվեարկելու եք կողմ կամ դեմ եք արտահայտվելու, չէ։ Իսկ դուք գիտեք ինչպես է հարցը ձևակերպված։ Ես էլ դեռ չգիտեմ։ Ես էլ դեռ չգիտեմ ինչպես է ձևակերպված հարցը։ Ինչպես է դուք պատասխանել, որովհետև ձեզ հայտնի չէ այսօր ձեր ճակատագիրը եւ նույնիսկ Եթե ես խուսափեի, դռնից այս կողմ դուրս չէի գա։